Հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարական համար 1. Ներկայացնել տեղեկատվություն մայրաքաղաքի վարչական տարածքում հասարակական կարգի պահպանության ծառայության գործառույթների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ նախորդ ժամանակահատվածի համեմատականով։ Պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից զանցանք թույլ տված անձանց նկատմամբ կազմել են թվով 614 սաղձանագրություններ, որոնցից կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակներ է կազմակերպված կամ պատշաճ կազմակերպված չլինելով վերաբերյալ թվով 84, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շինությունների իրականացման թվով 61 արձանագրություններ, շենքեր և շինությունները ոչ նպատակային նշանակության օգտագործման համար թվով 19 արձանագրություններ, ոչ սահմանված վայրում շինարարական աղբի կուտակման վերաբերյալ թվով 2, ոչ սահմանված տեղում առևտրի իրականացման համար թվով 101 արձանագրություն, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքի իրականացման վերաբերյալ թվով 50 արձանագրություն, առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները առանց թույլտվության ժամը 24:00-ից հետո աշխատացնելու համար թվով 58 արձանագրություն, առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու վերաբերյալ թվով 3 արձանագրություն, հեղուկ վառելիքի իրականացման վերաբերյալ թվով 90 արձանագրություն, առանց թույլտվության խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու վերաբերյալ թվով 15 արձանագրություն, հանրային սննդի կազմակերպման և իրականացման վերաբերյալ թվով 37 արձանագրություն, սեզոնային հանրային սննդի կազմակերպման վերաբերյալ թվով 22 արձանագրություն, սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում ընդգրկված օբյեկտները շահագործելու համար թվով 6 արձանագրություն, համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելու վերաբերյալ թվով 1 արձանագրություն, լռությունը կամ գիշերային անդորրը չպահպանելու համար թվով 6 արձանագրություն, Երևան քաղաքի վարչական սահմաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելու վերաբերյալ կազմվել են թվով 8 արձանագրություն, պիտանելիության ժամկետն անցած ապրանքներ իրացնելու վերաբերյալ կազմվել է թվով 11 արձանագրություն, առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելու վերաբերյալ թվով 3 արձանագրություն, առևտրի և ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելու, մասնավորապես մինչև 50 միկրոհաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների վաճառքի համար թվով 2 արձանագրություն, վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայության վերաբերյալ թվով 28 արձանագրություն, վաճառող հացի գնապիտակի վրա 1 միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելու վերաբերյալ կազմվել է թվով 1 արձանագրություն, պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու վերաբերյալ թվով 6 արձանագրություն։ Միաժամանակ տեղեկացնում եմ նաև, որ կազմակերպվել է մոտ 3 տոննա տարբեր ապրանքատեսականու առգրավման գործընթացներ, ներկայումս իրականացում են թվով 560 վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ համապատասխան վարչահարություններ, տեղեկացնում եմ նաև, որ հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել և իրականացվել են թվով 21 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ, թվով 17-ը ծառայության նախաձեռնությամբ, թվով 1-ը աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության Արաբկիր վարչական շրջանի հետ, թվով 1-ը Էրեբունի վարչական շրջանի հետ, թվով 1-ը Կենտրոն վարչական շրջանի հետ և թվով 1-ը Երևանի քաղաքապետի համապատասխան քանդման որոշման համաձայն աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ։ Անցկացնելով համեմատական նախորդ ժամանակահատվածի հետ նշեմ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 194-ով, ընթացիկ վարչահարությունների քանակը ավելացել է 185-ով։ Այսքանը։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Հասարակական կարգի պահպանության ծառայությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական համար 2 Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի համար 48 որոշման շրջանակներում ձեռնարկել համապատասխան միջոցներ ոչ սահմանված վայրերում կայանված մեքենաներից, այդ թվում շահագործման համար ոչ պիտանի մեքենաներից ազատվելու ուղղությամբ պարտադրել մասնավոր ընկերություններին իրենց օբյեկտների հարակից տարածքներում կառուցել մայթեր, բարեկարգել և զեկուցել։
Պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի վարչական տարածքում Երևան քաղաքի ավականու 48N որոշմամբ սահմանված պահանջները չպահպանելու համար անշարժ գույքի սեփականատերի կամ օգտագործող անձանց նկատմամբ կազմվել են թվով 3 արձանագրություններ ծառայության կողմից։ Նոր վարչական շրջանի կողմից կազմակերպվել է նաև թվով 2, Կենտրոն վարչական շրջանի կողմից թվով 3, Ավան վարչական շրջանի կողմից 2, Դավիթաշեն վարչական շրջանի կողմից թվով 9 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախների այլ ջարդոնների հատուկ տարածք տեղափոխելու միջոցառումներ։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վարչական շրջանի կողմից ներկայումս գրավոր ծանոթագրեր են ուղարկում անշարժ գույքի սեփականատերերին կամ համապատասխան օգտագործում իրավունք ունեցող անձանց նախազգուշացնելով վերջիններիս անշարժ գույքի հարակից տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների կազմակերպման պարտադիր լինելու հանգամանքի վերաբերյալ, ինչպես նաև աշխատանքները չկազմակերպելու դեպքում առաջացնող իրավական հետևանքի մասին։ Անցկացնելով համեմատական նախորդ ժամանակահատվածի հետ նշեմ, որ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 34-ով։ Շնորհակալ եմ Տիկին Մուրադյան, պետք է խնդրեմ նոր հանձնարարական ավելացնենք հասարակական կարգի պահպանության ծառայության արտահայտուստի վերաբերյալ, որով որ մարդիկ հստակ իդենտիֆիկացնեն այն անձանց, ովքեր որ մեր հասարակական կարգի պահպանության ծառայության ներկայացուցիչներ են, գիտեմ որ արդեն աշխատել ենք, բայց որոշակի պարբերականությամբ զեկույցը ձեր լսենք այս դահլիճում։ Հաջորդը Հասարակական կարգի